Մենք մեր կյանքի մեջ շատ տարբեր իրավիճակների մեջ ենք գտնվում։ Ամեն մարդ իր կյանքում ունենում է շատ տարբեր ներքին ու արտաքին ապրումներ, դժվարություններ, նեղություններ, հալածանքներ, կորստի ցավ, միայնության խորը զգացողություն, տառապանք, նեղություն եւ նաեւ հաղթանակներ, ուրախություններ, բայց մեկ կարևոր բան կա, որ շատ ժամանակ մենք մեր կյանքի մեջ կարծես թե սա կիսատ ենք զգում։ Մենք ունենում ենք մեկի կարիքը, ում հետ կկարողանանք սրտից սիրտ զրուցել, սրտից սիրտ կիսվել։ Ունենք մեկի կարիքը, որ երբ որ գտնվենք տառապանքի, նեղության կամ միայնության մեջ, ունենք մեկի կարիքը, որ կուզենք կիսվել նրա հետ մեր ունեցած դժվարություններով, տառապանքով, նեղություններով, մեր չհասկացված լինելով։ Ունենք մեկի կարիքը, որ նրա հետ կարողանանք նաև կիսվել որոշակի մեր անձնական հաջողություններով, ուրախություններով եւ հաղթանակներով։ Այո, կարող են մարդիկ որոշակի կերպով մեր կյանքի նման բացը լրացնել իրենց ներկայությամբ։ Բայց իրավիճակներ կան մեր կյանքում, որ անկախ նրանից, որ մեր շուրջի գտնվող մարդիկ կցանկանան մեզ լսել եւ հասկանալ, իրավիճակներ կան, սիրելիներ, որտեղ որ միևնույնն է, ամբողջությամբ չես կարողանում ոչ արտահայտվել, ոչ էլ ընկալելի դառնալ դիմացինիդ համար։ Բայց երբ որ գալիս ենք դեպի ավետարանը, նա մեզ սովորեցնում է, որ կա մեկը, ով մեզ ճանաչում է։ Կա մեկը, ով մեր հետ է, ով մեզ հետ է, ով առաջնորդում է մեզ, ով ճանաչում է մեզ եւ ով ամբողջությամբ կարող է հասկանալ մեզ, ով կարող է մեզ ամբողջությամբ հասկանալ եւ ուղղորդել մեզ մեր կյանքի մեջ։ Հովանու ավետարան 16-րդ գլուխ 7-ից 15 համարներում գրված է. Եկեք լսենք Աստծո խոսքը երկյուղացությամբ։ Ովքեր որ ունեն սուրբ գրքեր, խնդրեմ բացեք, սիրելիներ, եւ ձեր սուրբ գրքով հետևեք եւ նաեւ նշումներ արեք։ Հովանու 16-րդ գլուխ 7-ից 15 համարներ։ Բայց ես ձեզ ճշմարիտն եմ ասում, ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, ասում է Հիսուս, որովհետև եթե ես չգնամ, մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ, եւ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար, կհանդիմանի մեղքի, արդարության եւ դատաստանի համար, մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում, արդարության համար, որովհետև ես հոր մոտ եմ գնում ու ինձ այլևս չեք տեսնի, եւ դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել, սակայն երբ նա ճշմարտության հոգին գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի, եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ, նա ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է իմ ունեցածիցը ու հայտնելու է ձեզ, այն ամենը ինչ հայրն ունի, իմն է, դրա համար ձեզ ասեցի, թե ինչ որ ինձանից վերցնի, կհայտնի ձեզ։ Մինչ այս գրվածքը, երբ որ ուշադրություն դարձնենք 15-րդ գլխին, 15-րդ գլխի 18-րդ համարից մինչև 16-րդ գլուխ 6-րդ համարը Տեր Հիսուս իր աշակերտներին խոսում է գալիք դժվարությունների, հալածանքների եւ փորձությունների մասին։ Դժվարություններ, հալածանքներ, որ պիտի կրեն իր աշակերտները եւ եկեղեցին։ Եվ հիմա գալով 16-րդ գլուխ 7-ից 15 համարներում Տեր Հիսուս հետևյալն է ասում. դուք միայնակ չեք լինելու։ Այո, ես գնում եմ, այս պահին ձեր սիրտը տրտմած է, բայց մեկ բան, Սուրբ Հոգին պիտի ուղարկեմ, եւ նա ձեզ հետ է լինելու։ Եվ սա եկեղեցու համար մեծ մխիթարություն է,
մեծ քաջալերանք, որ անկախ նրանից ինչ դժվարություններ մեր առջև որ լինեն դիմագրավելու, Աստված մեզ միայնակ չի թողնում։ Նա մեզ հետ է մեր առօրյայի, մեր կենցաղի, մեր դժվարությունների ու նեղությունների մեջ։ Եվ մեզ հիմա պատրաստում է այն գալիք դժվարություններին, որ մեր առջև պիտի լինի, որպեսզի երբ որ այդ դժվարությունները գան, Տիրոջ եկեղեցին, նրա ծառաները պատրաստված լինեն դիմագրավելու եւ Քրիստոսով հաղթելու։ Եկեղեցին պիտի հասկանա, որ Քրիստոսի հեռանալուց հետո ինքը միայնակ չի մնալու։ Սուրբ Հոգին եկավ, որպեսզի Քրիստոսի եկեղեցուն պատրաստի ներկա եւ գալիք դժվարությունների համար։ Սիրելիներ, 7-րդ համարը կրկին պիտի կարդամ, որը խոսում է հետևյալի մասին. բայց ես ձեզ ճշմարիտն եմ ասում։ Նկարագրություն է տալիս պայման եւ Սուրբ Հոգու առաքելությունը։ Պայման եւ Սուրբ Հոգու առաքելությունը։ Բայց ես ձեզ ճշմարիտն եմ ասում։ Ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ։ Որովհետև եթե ես չգնամ, մխիթարիչը ձեզ մոտ չի գա։ Իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։ Եվ ուզում եմ հարցնել, ինչու է Տեր Հիսուսի մեկնումը անհրաժեշտ Սուրբ Հոգու գալու համար։ Ինչու էր այս պայմանը, մինչև ես չգնամ, նա չի գալու։ Նշելու եմ սիրելիներ 4 կարևոր պայմաններ, որ պարտադիր էր, մինչև սրանք չլիներ Սուրբ Հոգին չէր գա։ Առաջինը Տեր Հիսուսի ծնունդը, խաչելությունը, հարությունը եւ համբարձումը։ Այո, Տեր Հիսուսի ծնունդը, որը մարդկությանը ցույց տվեց Աստծո մեծ սերը, Տեր Հիսուսի խաչելությունը, որով մարդկության համար բերեց մեղքի քավություն, Տեր Հիսուսի հարությունը բերեց մահվան եւ մեղքի դեմ հաղթանակի, Տեր Հիսուսի համբարձումը բերեց Քրիստոսի փառավորման։ Աստծո ասում է, որ նա նստեց հոր աջ կողմում, ինչի համար։ Բարեխոսելու մեզ համար։ Եվ միայն այս իրադարձություններից հետո կարող էր գալ Սուրբ Հոգին, որտեղ որ Տեր Հիսուս երկրի վրա ավարտեր իր առաքելությունը, եւ որից հետո պիտի գար Սուրբ Հոգին կատարելու իր առաքելությունը, եւ որոնցից հետո Սուրբ Հոգու գալուստով սկսվեց նոր ուխտի եւ եկեղեցու ծնունդը։ 8-րդ համարում եւ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության եւ դատաստանի համար։ Երբ նա գա, նա գործ ունի անելու։ Երբ նա գա, կարևոր առաքելությունով է գալու։ Նա գա, լուր չի մնալու։ Երբ որ նա գա, կարևոր բան ունի անելու աշխարհի մեջ, եկեղեցու մեջ եւ եկեղեցու միջոցով կարևոր բան ունի նա անելու։ Եվ հետեւյալն է, երբ որ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության եւ դատաստանի։ Սիրելիներ, կարող եք փորձել, տարբեր մարդկանց հարցնել, ինչ եք հասկանում մեղք ասելով, դատաստան ասելով կամ արդարություն ասելով։ Ասեմ, որ շատ ու շատ մարդիկ շատ տարբեր պատկերացում ունեն մեղքի հետ կապված հարցի հանդեպ։ Քրիստոսի արդարության հանդեպ շատ մարդիկ շատ տարբեր կարծիքներ ունեն։ Դատաստանի հետ կապված շատ մարդիկ շատ տարբեր կարծիքներ ունեն։ Սակայն կարևոր խոսքը, ճշմարիտ խոսքը հետևյալն է, որ Սուրբ Հոգին գալով մեզ ճշմարտությունը պիտի սովորեցնի։ Մեզ ճշմարտությունը պիտի սովորեցնի եւ հասկացնի, թե ինչ է մեղքը, ինչ է Քրիստոսի արդարությունը եւ ինչ է այն դատաստանը, որ սպասում է։ Այլ թարգմանություններում ասում է, որ նա կհանդիմանի աշխարհին, մեկ այլ թարգմանությունում ասում է կդատի, մեկ ուրիշ տեղ ասում է, որ նա կհամոզի։
Եբրայերեն նոր թարգմանության մեջ հետևյալ կերպ է ձևակերպված այս համարը. երբ նա գա, աշխարհին ցույց կտա նրանց սխալ վերաբերմունքը կամ նրանց սխալ պատկերացումը մեղքի, արդարության եւ դատաստանի նկատմամբ։ Աշխարհին ընկալելի կդարձնի, հասկանալի կդարձնի, թե ինչ է մեղքը, ինչ է Քրիստոսի արդարությունը եւ այն գալիք դատաստանը, որ սպասում է բոլոր նրանց, ովքեր որ կմերժեն Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն Սուրբ Հոգու առաքելության շրջանակում ավետարանը պետք է քարոզվի եւ աշխարհի մեղքը հայտարարվի փրկության հետ միասին։ Այո, կա մեղք, բայց նաեւ կա փրկություն Տեր Հիսուս Քրիստոսով։ Աշխարհը պիտի հասկանա, որ գտնվում է մեղքի մեջ եւ որպես արդյունք պիտի պատժվեն հավիտենական դատաստանով։ Իսկ մեղքի ու նրա բերած հետևանքից ազատվելու համար կա միայն մեկ միջոց։ Դա Տեր Հիսուս Քրիստոսն է։ Տեր Հիսուսի շնորհով կարող ենք հավիտենական կյանք ստանալ։ Եվ դա կարող են ստանալ բոլոր նրանք, ովքեր որ խոստովանությամբ, անկեղծ ապաշխարությամբ կգան դեպի Տեր Հիսուս Քրիստոսը։ Սուրբ Հոգին կհամոզի մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում, ասում է Հիսուս։ Սիրելիներ, սա մի տերմին է, որը նկարագրում է դատավորի աշխատանքը, ով ամփոփելով ապացույցները եւ ներկայացնելով վիճարկվող գործը մեղավորին կհամոզի, բացահայտելով, ցույց տալով նրա իրական մեղավոր վիճակը։ Ոչ թե պարզապես կասի դու մեղավոր ես եւ վերջ, այլ նրան կբերի մի վիճակի, որ նա հասկանա եւ ընկալի իր կատարած ծանր հանցանքի բեռը։ Համոզման գործը, սիրելիներ, սա Սուրբ Հոգու գործն է։ Միայն նա կարող է դա արդյունավետ կերպով անել։ Մարդը կարող է բացահայտել տեսանելի գործը, բայց միայն Սուրբ Հոգին կարող է բացել, քննել մարդու սիրտը եւ այդ սրտի պարունակությունը տեսանելի, հասկանալի դարձնել տվյալ անձի համար։ Շատ մարդիկ կարող են լինել, որ մենք կփորձենք նրան բացատրել, թե նա ինչ ծանր վիճակի մեջ է գտնվում։ Մեղքի առումով, էմոցիոնալ առումով եւ մտային առումով։ Բայց երբեմն կարող են լինել իրավիճակներ, որ դու շատ կցանկանաս դիմացինիդ օգնել, բայց նա քեզ չի կարող հասկանալ։ Նա քեզ չի կարողանում ընկալել։ Մեկ կարևոր բան։ Այն բանը, որ մեզ համար անհնարին է, Սուրբ Հոգու համար հնարավոր է, որ նա քննելով մարդու ներսը այն կվերցնի եւ հասկանալի կդարձնի տվյալ անձի համար։ Սուրբ Հոգին նախ հանդիմանում է եւ միայն դրանից հետո մխիթարում։ Սա նման է կարծես թե վիրահատող բժշկի գործին, ով նախ բացում է վերքը, անկախ նրանից տվյալ հիվանդի համար որքան ցավոտ կլինի, նա բացում է վերքը, որից հետո սկսում է մաքրման ու բուժման ամբողջ process-ը։ Եվ դա հիվանդի համար կարող է դառնալ կյանքի եւ նորոգության սկիզբ։ Սուրբ Հոգին մարդկանց սրտերի վրա պիտի գործի, որպեսզի նրանք հասկանան իրենց իրական մեղավոր եւ հոգեվորապես հիվանդացած վիճակը եւ դառնան դեպի կենթանի Աստված։ Ուրեմն այս համոզելը պարզապես մարդկային խոսքերով ազդեցություն գործել չէ։ Մարդը կարող է լսել քարոզը, լսել խոսքը, կարդալ ավետարանը, հասկանալ, բայց այդպես էլ կյանքը չփոխվի, սիրտը չփոխվի։ Սակայն երբ գործում է Սուրբ Հոգին, Աստծո խոսքի հետ միասին, խոսքը կպնում է մարդու ներքին էությանը, նա սկսում է տեսնել իր մեղքը, զգալ Աստծո կարիքը եւ հասկանալ, որ փրկությունը միայն Քրիստոսի մեջ է կատարվում։
Քրիստոսի միջոցով է կատարվում։ Դրա համար էլ Պողոս առաքյալն ասում է Ա Կորինթացիս 2-րդ գլուխ 4-րդ եւ 5-րդ համարներում. «Եվ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե իմաստության համոզիչ խոսքերով եղան, այլ հոգու եւ զորության ապացույցով, որպեսի ձեր հավատքը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծո զորությունով»։ Պողոսը չէր ապավինում մտքից հղացած մարդկային գեղեցիկ ճառերին, փիլիսոփայական մտքերին կամ մարդկային էմոցիոնալ հնարքներին։ Նա գիտեր, որ մարդուն իրականում փոխողը Սուրբ Հոգին է, Աստծո կենդանի խոսքի միջոցով։ Երբ ավետարանը քարոզվում է Սուրբ Հոգու զորությամբ, մեղավոր անձը զղջում է։ Անհավատը գալիս է հավատքի։ Մեղքի կապանքների մեջ գտնվողը ազատագրվում է։ Ազատագրվում է հարբեցողությունից, թմրամոլությունից, խաղամոլությունից, բամբասանքից։ Կարծր սիրտը հապկում է Տիրոջ առաջ, եւ մարդը Քրիստոսով նոր կյանք է ստանում։ Այսպիսով մեր գործը հավատարմորեն եւ համարձակ կերպով եւ հավատքով լցված ավետարանը հռչակելն է։ Ավետարանը քարոզելն է մեր շուրջը գտնվող մարդկանց։ Իսկ մարդկանց սրտերը փոխելու գործը սա Սուրբ Հոգու գործն է։ Դու կարող ես շատ ցանկանալ, որ քո հարազատդ փոխվի, նորոգվի, ազատագրվի ամեն կապանքներից, կախվածություններից, բայց այդպես էլ դու չկարողանաս հասնել նրա ներքին էությանը, նրա սրտին։ Այլ կարող ենք մեկ բան՝ Աստծո խոսքը փոխանցել եւ աղոթել այդ անձի համար։ Եվ Սուրբ Հոգին կարող է գործել եւ նորոգել այդ անձի կյանքը։ Սուրբ Հոգին կհամոզի մեղքի համար։ Սա խոսում է եզակի թվով մեղքի համար։ Այսինքն Տեր Հիսուսին որպես Մեսիա, որպես Աստծո որդի չհավատալու, նրան մերժելու մեղքի մասին է խոսում։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 24-րդ համարում գրված է. «Արդ ես ձեզ ասեցի, ձեր մեղքերի մեջ կմեռնեք, որովհետև եթե չհավատաք, որ իրապես ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ», ասում է Հիսուս։ Եթե չհավատաք, որ ես եմ Փրկիչը, եթե չհավատաք, որ ես եմ Մեսիան, ես եմ Քրիստոսը, ապա դուք ձեր մեղքերի մեջ կմեռնեք։ Սա նշանակում է, որ փրկության միակ ճանապարհը Տեր Հիսուս Քրիստոսին գալն է։ Մատթեոս 7-րդ գլուխ 21-րդ համարում ասում է. «Ոչ թե ամեն Տեր ասողը երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է»։ Երբեմն մարդիկ մտածում են, որ միայն Տեր ասելով, կամ Հիսուս իմ Տերն է, կամ միայն եկեղեցի հաճախելով եւ գեղեցիկ երգեր երգելով, կամ գեղեցիկ բառամթերքով աղոթքներ անելը միայն սա բավարար է փրկության համար։ Սիրելիներ, եթե այդպես ենք մտածում, ուրեմն մենք հոգեոր կյանքի մեջ շփոթված վիճակի մեջ են գտնվում, որովհետեւ միայն սա բավարար չէ։ Ինչ օգուտ են աղոթքներից, են երգերից, ինչ օգուտ են խոսքերից, են բառերից փառաբանող Աստծուն, եթե դրա մեջ չկա հնազանդություն կենդանի Աստծուն։ Այսօր շատերը կարող են ասել. Տեր, բայց ինչ օգուտ, եթե դուք չեք հնազանդվելու Աստծո խոսքին։ Ինչ օգուտ, եթե դուք եկեղեցու մոտով կանցնեք, կխաչակնքվեք, բայց Քրիստոս, կենդանի Քրիստոս ձեր սրտում չեք ունենա։ Ինչ օգուտ այս ամենից, եթե Քրիստոսին ձեր կենցաղից, ձեր առօրյայից դուրս եք թողել։ Որևէ օգուտ չկա։ Սրանք դառնում են ինքնախաբեություն։ Ես այսինչ բանը ասեցի, կարծես թե կողքը մեկ նշան դրեցինք, որ վերջ, սրանով ավարտվեց իմ քրիստոնեական կյանքը։ Ինչ օգուտ, երբ որ դու միայն ընթերցում ես Սուրբ Գիրքը, բայց սա քո առօրյան չես բերում, քո կենցաղ չես բերում, ինչ օգուտ։ Եվ դրա համար Աստծո խոսքը բավականին խստությամբ խոսում է։ Ուրեմն Սուրբ Հոգին ուղարկվում է մեղքի հարցում մեղավորին համոզելու,
այլ ոչ թե պարզապես նրանց պատմելու մեղքի մասին։ Երբեմն մեզ հետ էլա, չէ՞ այդպես։ Մենք շատ ենք խոսում մեղքի մասին, արդարության մասին, սիրո մասին, սրբության մասին, խոսում ենք իրար հետ։ Դե հիմա ամեն մեկը տարբեր թեմաներից կարող է խոսել։ Խոսենք մեղքի մասին, ինչ է մեղքը։ Դու ես կարծիքն ունես, ես ես կարծիքն ունեմ, ինչ օգուտ դրանից, եթե մենք չենք գալու այն գիտակցման, որ մենք ինքներս մեղավոր ենք եւ կարիք ունենք Քրիստոսի։ Ինչ օգուտ, երբ որ մենք խոսելու ենք եւ նկարագրություն ենք տալու, թե ինչպիսին է մեղքը, բայց չենք դիտարկի մեր ներսը, թե ինչ մեղք կա թաքնված մեր ներսը։ Մենք շատ հեշտությամբ կարող ենք քննել ուրիշների կյանք, ուրիշների ներսը, ով ինչ մեղքի մեջ է, ով ինչ չգիտեմ, ինչ պատմության մեջ է, ինչ օգուտ դրանից, եթե դու ինքդ գտնվում ես այդ վիճակի մեջ։ Եվ դրա համար Սուրբ Հոգին մեկն է, ով մեզ գալիս է հասկացնելու, բացատրելու, ցույց տալու մեր ներսը։ Ուրեմն համոզելը ավելին է, քան խոսելը։ Համոզել, հասկացնել, բացատրել, ապացուցել, որ իրենց արածը, այսինքն Տեր Հիսուսին չհավատալը մեղք է, եւ համոզել նրանց ընդունել իրենց մեղքը եւ խոստովանությամբ ապաշխարել։ 10-րդ համարը։ Արդարության համար, որովհետև ես հոր մոտ եմ գնում ու ինձ այլևս չեք տեսնի։ Նշանակում է, որ Սուրբ Հոգին աշխարհին ցույց պիտի տա, որ Հիսուսը իսկապես արդար էր, սուրբ էր եւ Աստծուց ուղարկված Մեսիան։ Աստված նրան հարություն տվեց եւ իր մոտ ընդունեց։ Այն, որ Հիսուս հոր մոտ գնաց, սա նրա արդարության եւ Մեսիա լինելու ապացույցը դարձավ։ Եվ սա էր արդարությունը, որ իսկապես Հիսուս մեկն էր, որ ուղարկվեց Աստծուց։ 11-րդ համար եւ դատաստանի համար, որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Այս աշխարհի իշխանը ասելով ի նկատի ունի սատանային։ Տեր Հիսուսը բացատրում է, որ Սուրբ Հոգին աշխարհին կհամոզի, կհանդիմանի դատաստանի համար, որովհետեւ սատանային պարտությունը արդեն որոշված է Քրիստոսի խաչով եւ նրա հարությամբ։ Հայտնություն 20-րդ գլուխ 10-րդ համարում գրված է. Իսկ դևը նրանց մոլորեցնողը կրակի ու ծծմբի լիճը գցվեց, որտեղ էին գազանը եւ սուտ մարգարեն, եւ գիշերու զոր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։ Ուրեմն Տեր Հիսուս բացատրում է Սուրբ Հոգին պիտի գար ոչ միայն աշխարհին հանդիմանելու, համոզելու, այլ նաև իր աշակերտներին առաջնորդելու եւ ուսուցանելու համար եւ հաջորդ կետը հենց դրա մասին ենք խոսելու Սուրբ Հոգու առաքելության եւ ասում է 12-ից 15 համարներ դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Սակայն երբ նա ճշմարտության հոգին գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի ինչ որ լսի եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Նա ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է իմ ունեցածիցը եւ հայտնելու է ձեզ։ Այն ամենը ինչ հայրը ունի իմն է, դրա համար ձեզ ասեցի, թե ինչ որ ինձանից վերցնի, կհայտնի ձեզ։ Տերը ասաց, դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել, ընկալել, հասկանալ, գիտակցել, այսինքն մենք մեր մարդկային մտքի ունակությամբ չենք կարող այն հասկանալ եւ ամբողջությամբ ընկալել, սակայն երբ նա ճշմարտության հոգին գա, ձեզ կառաջնորդի ոչ թե պարզապես ճշմարտության, այլ ամբողջ ճշմարտությանը։ Մինչ այն, եթե մենք մեր մարդկային ուղեղով չէինք կարող ընկալել ինչ որ ճշմարտություն, ապա երբ որ Սուրբ Հոգին գա, մեզ համար հայտնի կդարձնի ամբողջ ճշմարտությունը մարդու փրկագնման գործի մեջ։ Սուրբ Հոգին առաջնորդում է ճշմարտության մեջ, ինչպես ամպի եւ կրակի սյունը առաջնորդում է Իսրայելին անապատում, այնպես էլ Սուրբ Հոգին առաջնորդեց առաքյալներին, որպեսզի նրանք չմոլորվեն իրենց առաքելության մեջ։
Այո, այսօր էլ նաև Սուրբ Հոգին գործում է մեր մեջ, կամ կարող է գործել նաև մեր մեջ, որպեսզի մենք մեր կյանքի ընթացքի մեջ չմոլորվենք, չշեղվենք, չհեռանանք, որովհետև տարբեր բաներ մեր կյանքում եղած կարող են պատճառ հանդիսանալ, որ մենք հրաժարվենք եւ թողնենք գնանք։ Ինչքան մարդիկ կան, ովքեր որ գտնվել են տառապանքի մեջ, նեղության մեջ, սուգի մեջ, կամ էլ մեծ հաջողությունների մեջ, եւ դրանք պատճառ են դարձել, որ շեղվեն եւ հեռանան Քրիստոսից։ Ուրեմն Սուրբ Հոգին գտնվելով մեր մեջ մեզ կառաջնորդի, որպեսզի չշեղվենք այս ճանապարհից։ Հոգին իրենից չի խոսում, այլ հայտնում է այն, ինչ հոր եւ որդու կամքն է։ Սուրբ Հոգու նպատակը հետևյալն է՝ պատրաստել Տեր Հիսուսի աշակերտներին եկեղեցուն գալիք ժամանակների համար եւ փառավորել Քրիստոսին երկրի վրա։ Ինչպես որ Ատիմոթեոսի մեջ է ասում 4-րդ գլուխ 1-2 համարները, Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատքից կհեռանան եւ ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի եւ վարդապետությունների։ Հոգին հայտնապես կասի, Հոգին ցույց կտա, նախապես կպատրաստի եկեղեցուն այն բոլոր գալիք բաներին, որոնց առջև պիտի կանգնի, որ երբ որ դրանք սկսեն իրականանան, եկեղեցին պատրաստված լինի դրանց առջև կանգնելու եւ հաղթելու։ Ուրեմն Սուրբ Հոգին ուշադրությունը իր վրա չի վերցնում, այլ Քրիստոսի վրա։ Նրա ծառայությունն է մարդկանց լուսաբանել Հիսուսի անձը, նրա խոսքը եւ նրա բերած փրկությունը։ Սիրելիներ, եթե որևէ ծառայություն Քրիստոսին չի փառավորում, եթե որևէ ծառայության մեջ կենտրոնում Քրիստոսը չէ, ապա Սուրբ Հոգին այդ վիճակի մեջ չի գործում։ Սուրբ Հոգին հայտնում է այն, ինչ որ հոր եւ որդու կամքն է։ Սուրբ Հոգին չեկավ նոր թագավորություն հիմնելու, այլ ընդարձակելու եւ ամրապնդելու նույն թագավորությունը, որը հիմնադրվեց Քրիստոսի շնորհքով, Հայր Աստծո սիրով եւ Սուրբ Հոգու հաղորդությամբ։ Սուրբ Հոգին հետապնդում է նույն նպատակը, ինչ որ ուներ Հայր Աստված ծննդոցում։ Նույն նպատակը, առանց շեղվելու եւ ամփոփելով։ Խնդրել եմ, որ այս պահ խոնարհվենք Աստծո առջև։ Սիրելիներ, Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ Սուրբ Հոգին այսօր էլ գործում է։ Ուրեմն մենք չենք կարող Աստծո դրած նպատակների հանդեպ մնալ անտարբեր, սառը կամ անպտուղ։ Սուրբ Հոգին մեր մեջ է զորացնելու թույլերին, բարձրացնելու ընկածներին, բորբոքելու մարած սրտերը, մխիթարելու սքավորներին, ազատագրում տալու կախվածության մեջ գտնվողներին եւ առաջնորդելու մոլորվածներին դեպի փրկություն տանող ճանապարհը։ Այսօր, սիրելի եղբայր եւ քույր, բացիր սիրտդ Սուրբ Հոգու առջև։ Թույլ տուր, որ նա քո սրտի հետ խոսի, մաքրի, առաջնորդի եւ ամբողջությամբ փոխի կյանքդ։ Այնտեղ, որտեղ գործում է Սուրբ Հոգին, այնտեղ կա կյանք, կա ճշմարտություն, կա ազատագրություն, կա սրբություն, մխիթարություն, հույս եւ իրական ուրախություն եւ զորություն։ Եթե Աստծո խոսքի միջոցով լսում ես Սուրբ Հոգու ձայնը, ապա մի հետաձգի արձագանքի հավատքով, որովհետեւ Աստված ուզում է ամբողջովին նորոգել եւ փոխել քո կյանքդ։